Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելված հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Դուետով դաշնամուր նվագելը առաջացել է 18-րդ դարում որպես կամերային ժանր, որը նախատեսված էր գլխավորապես տանը, տնային միջավայրում նվագելու համար։ 20-րդ դարում դուետով դաշնամուր նվագելը դուրս եկավ տնային միջավայրից եւ ընդգրկեց համերգասրահներն ու դահլիճները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Մարինա եւ Հայարփի դաշնամուրային դուետի անդամներին՝ Հայարփի Գրիգորյանին եւ Մարինա Վարդանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում տեսնելու։ Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ ձեր դուետի 5-ամյակին նվիրված համերգ, որին ես ներկա եւ մեծ բավականություն եմ ստացել։ Կներկայացնեք, թե ինչպես ձևավորվեց դուետը եւ ինչը առիթ հանդիսացավ միասին աշխատելու։ Կարող ես դու սկսել, Հայարփի։ Խնդրեմ մեծ հաճույքով։ Դուետը, ինչպես ասացիր, արդեն 5 տարեկան է, դեկտեմբերին նշվեց մեր 5-ամյակը։ Դուետի միությունը սկսվեց Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանական համերգից, որը կազմակերպել էր մեր պրոֆեսոր Դադյան Սվետլանան, 85-ամյակներ նշվում, եւ մենք կատարեցինք այդ ժամանակ Ալեքսանդր Հարությունյանի հին օրերը երգը, ռապսոդիան, 2 դաշնամուրի համար, եւ այդտեղից սկսվեց մեր համագործակցությունը։ Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում միշտ երազել եմ դուետ ունենալ եւ քույրիկս էլ էր դաշնակահար, իրար հետ ունենք դուետ, հետո քույրիկս մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այդ համերգին ես ու Հայարփին միասին նվագեցինք, զգացինք, որ շատ հասկանում ենք իրար լավ եւ հաճույք ենք ստանում միասին նվագելուց։ Փորձեցինք եւ ստացվեց եւ մինչեւ օրս ստացվում է, կարծես թե։ Մի շարք մրցույթների եք մասնակցել ու հաղթել եք, կներկայացնեք ինչ մրցույթների մասին է խոսքը, որտեղ են տեղի ունեցել եւ այլ մանրամասներ։ Այո, մրցույթների շատ ենք մասնակցել։ Առաջին մրցույթը, որ մասնակցեցինք Ռուսաստանում էր, Սանկտ Պետերբուրգում Մարի Յուդինայի անվան հոբելյանական 10-րդ միջազգային մրցույթներ, որտեղ Հայաստանը կարծում եմ թե առաջին անգամ է ներկայացնում դաշնամուրային դուետ կատեգորիայում։ Մենք դիպլոմ բերեցինք, շատ մեծ արձագանք ունեցավ այնտեղ, նույնիսկ նոտաներ էին վերցնում մեզ այնց, որտեղ ներկայացնում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ընդհանրապես բոլոր մրցույթներին մենք ներկայացնում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, միշտ բարձր ենք պահում մեր մշակույթի անունը եւ փորձում ենք հավուր պատշաճի ներկայանալ, որովհետեւ շատ գնահատված է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը եւ նաեւ գրվում են ստեղծագործություններ հատուկ մեր դուետի համար։ Հաջորդ հարցերից մեկը հենց դա էր, կա համագործակցություն ժամանակակից կոմպոզիտորների հետ հայ, որ նրանք գրեն ձեզ համար, հենց հատուկ դաշնամուրային դուետի համար։ Ուրեմն ասեմ, ընդհանրապես 4 ձեռքի համար Հայաստանի Հանրապետությունում մի փոքր դժվարություններ կան նոտաների հետ եւ դժվար է ճարել, բայց երբ որ մենք դիմեցինք մայստրո Ռուբեն Ալթունյանի խնդրանքով, որ ինքը փոխադրի մեր համար իր Բերտպարը եւ Քոչարին, ինքը հաճույքով համաձայնվեց։ Այդ ստեղծագործությունը մենք կատարեցինք Իտալիայի մրցույթում եւ էլի շատ բարձր գնահատականի հանդիսացանք եւ այս համերգին եւս կատարեցինք նրա այդ 2 ստեղծագործությունը։ Մրցույթներին անդրադառնալով նշեմ, որ նաև մասնակցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում American Protege միջազգային մրցույթին, արժանացել ենք առաջին մրցանակը, որի մրցանակն էր ելույթ ունենալ Կարնեգի հոլում, որը շատ մեծ պատիվ է յուրաքանչյուր երաժշտի համար, երազանք է նույնիսկ։ Հետո դրան հաջորդեց Հռոմում մրցույթը, որտեղ երկրորդ տեղ վերցրեցինք եւ հատուկ մրցանակ շահեցինք։ Մի խոսքով շատ ուրախ ենք, շատ հաճելի պահեր ենք անցկացրել։ Նաև մասնակցել ենք փառատոնների։ Այո, փառատոնի բացման ենք մասնակցել, Կարոտ փառատոնի միջազգային բացումը մեզ վստահվեց, այո։ Նվագեցինք Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի հայկական ռապսոդիան։ Երևի թե մեկ է նշենք, որ ընդհանրապես մենք ոչ միայն 4 ձեռք ենք որպես հանդիսանում մի գործիքի վրա, այլ նաև 2 ռոյալի վրա, որ դահլիճում որ ինչ հնարավորություն լինի։ Ինչպես եք ընտրում, թե ինչ նվագել։ Ընտրում եք կոնկրետ դաշնամուրային դուետի համար գրված երաժշտություն, թե փոխադրումներ եք անում եւ հատկապես որ կոմպոզիտորների ստեղծագործություններն եք կատարում։
Կախված երևի թե ինչ առիթով են ստեղծագործությունները կատարվելու։ Եթե դա մրցույթ է, ապա գոյություն ունի կոնկրետ ծրագիր, որի շրջանակների մեջ ենք փորձում տեղավորվել։ Եթե համերգային առաջարկ լինում, փորձում ենք այնպիսի ծրագիր լինի, որ ընկալելի լինի հասարակ մարդկանց համար, որ չկարծեն, որ դասական երաժշտությունը ծանր է եւ դժվար է ընկալվում, եւ ցանկացած ստեղծագործություն սկզբում կամ հարբին կամ ես իրար առաջարկում ենք, ասում ենք կատարենք այս գործը, թե չէ քննարկում ենք իրար հետ։ Եթե զգում ենք, որ կարող ենք կատարել այդ գործը, միանշանակ որոշում ենք նվագել։ Հետո շատ են հարցնում, ասենք, ով է վերև, այդ պարտիաների խնդիրը էլի։ Իսկ որ մենք նստում ենք գործիքի առջև, մեր մոտ նույնիսկ վեճիլ չի վերածվում։ Ընդհանրապես մենք նստում ենք միանգամից, նստում ենք մարդ վերև, ներքև։ Իսկ փոխադրումների առումով երկրորդ երևի համերգից կային ստեղծագործներ, որոնք շատ ենք լսել, օրինակ Պիացոլայի տարվա եղանակները։ Քանի որ նշվեց կներեք, որտեվ նոտաների խնդիր ունենք, որոշեցինք, որ կարող ենք մենք փորձենք փոխադրել եւ հանդիսատեսը շատ բարձր գնահատեց։ Դրանից հետո արդեն սկսվեցին մեր այդ փոխադրումները, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում քիչ դահլիճներ կան երկու գործիքով համազոր, դրա համար ստիպված ենք լինում մեկ գործիքով փոխվել։ Չեք խանգարում իրար։ Բացարձակապես մենք շատ զուլված ենք, թե մենք հաճիկ ենք ստանում մեր պարապմունքներից, որովհետև եւ երաժշտության մեջ եւ մարդկային առումով ընկերության մեջ համահունչ է այդ ամենը, դրա համար մեկս մեկի լրացնում ենք, ամեն դեպքում կարող ենք վստահ ասել։ Որն է գրավիչը դաշնամուրային դուետի մեջ, որ որոշում եք հենց դուետով հանդես գալ, այլ ոչ առանձին։ Դե երևի երկուսով նվագելը իր մեջ պարունակում է ինչ-որ շատ հետաքրքիր համաձուլում, երբ որ գործիքի մոտ միայն դու չես ստեղծում, այլ նաև կողքին նտա ստեղծում, եւ ոնց են մարդիկ նախընտրում միասին ընթրիքին մասնակցել կամ ինչ-որ կինո գնալ, թեկուզ նույն հաճույքն է, ինչ-որ մենք նստում ենք միասին եւ ամենակարևորը որ երկուսն են նույն ձևով մտածեն, նույն խնդրի շուրջ նույն ձևով շնչեն։ Երևի թե դժվար հարց է, որտեվ ինչն է դրթում կոմպոզիտորներին այդպիսի գործեր գրել, երևի թե նույն այդ ցանկությունը, որ այդ երջանկությունը դաշնամուրի մոտ նստած կիսես ինչ-որ մեկի հետ, տենց ավելի հաճելի է։ Իրոք շատ հաճելի ընթացք է։ Երկուսը հանդես են եկել առանձին համերգներով եւ բացի դրանից ուրիշ անսամբլներով էլ են ելույթ ունենում, ասենք երգիչների հետ, լարայինների հետ, բայց սա մի առանձնահատուկ հաճույք է։ Կա ինչ-որ մեկը, որ օգնում է ձեզ կազմակերպչական հարցերով, այսինքն պրոդյուսեր կամ ինչ-որ նման մի բան։ Ընդհանրապես մենք փորձում էինք միշտ ինքնուրույն լուծել մեր հարցերը, որովհետև սովոր ենք, որ ոչ մեկից կախուն չունենանք, բայց այս մեր վերջի համերգին մենք տոնում էինք մեր դուետի 5-ամյակը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մեր շատ սիրելի դահլիճներից մեկում, եւ հանդիսատեսի մեջ ներկա էր Անի Բաբայանը, որը համերգից հետո մոտեցավ մեզ եւ ասեց, որ կուզենա համագործակցի մեզ հետ։ Մեր համար էլ առաջի փորձը դա, իր համար էլ կարծես թե հիմա փորձում ենք երեքով միասին ավելի լավ կերտել մեր ճանապարհը, որովհետև դժվարությունները շատ են։ Փորձել Հայաստանում դասական երաժշտությունը, դաշնամուրային դուետը առաջ տանել առանց խառնվելու ինչ-որ ալիքների։ Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարում եք։ Եթե համարենք ժամանակակից Միրզոյան, Հարությունյան, Ռուբեն Ալթունյան, այո կատարում ենք, բայց եւ ցանկություն ունենք համագործակցելու ավելի 21-րդ դարի կոմպոզիտորների հետ եւ ես վստահ եմ, որ մենք կանդրադառնանք իրենց անպայման մեր ապագա համերգներին։ Ուղղակի ինչ պատճառներով դեռ չենք հասցրել, դե 5 տարին այդքան էլ մեր ժամանակը ընթացք չէ, ինձ թվում է ամեն ինչ դեռ արժևում է։ Բոլոր լավ երաժիշտները կարծես հեռանում են Հայաստանից, որովհետև պայմանները բարենպաստ չեն եւ դրսի առաջարկները շատ գայթակղիչ են։ Դուք ունեք առաջարկներ դրսում նվագելու եւ կա պլաններում գնալ Հայաստանից, թե այնուամենայնիվ մնալ եւ դժվարությամբ բայց այստեղ ստեղծագործել։ Հարցը շատ տեղիներ եւ ճիշտ, որովհետեւ իրոք դրսում շատ մեծ առաջարկներ են ունեցել, արտասահմանում որտեղ էլ եղել եք, ամեն դեպքում շատ բարձր են մեր արվեստը գնահատել եւ առաջարկներ եղել է մնալու, բայց մենք որոշել ենք գալ, շարունակել այստեղ մեր աշխատանքը, քանի որ գիտենք, որ անելիքներ ունենք մեր լսարանը, որը Փարքած Ցորորի շատանում է։ Ես կավելացնեմ, որ լավ երաժիշտ հասկացողության մեջ նաեւ մտնում է հայրենասեր լինելը եւ մենք բարձր ենք պահելու այդ պատիվը, փորձելու ենք ամենտեղ ներկայանալ որպես հայեցի, ներկայացնելով իսկական հայ արվեստը, առանց արևելյան ինչ-որ մոտիվների, մելիզմների, եւ մենք շատ ենք սիրում Երևանը, մեր քաղաքը, որովհետեւ այստեղ են գտնվում մեր բոլոր այն հարազատ մարդիկ, որոնք դժվար պահերին մեր կողքին են եւ մեր մեջքին կանգնած են, մենք վստահ ենք, որ կան այն մարդիկ ստեղ, որոնք
մեր թևուտիկունքն են։ Եվ այդ մարդկանց սերը եւ ձեր սերը հայրենիքի հանդեպ ձեզ պահում է այստեղ Հայաստանում։ Բնականաբար ընդհանրապես առանց սիրո երևի թե ոչինչ չէր կարող լինել եւ դա մեզ միշտ հույս է տալիս, որ լավ կլինի ամեն ինչ։ Հանդեպս լավատեսինք։ Եղավ, շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ շատ դրական զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ ձեզ։ Միշտ շատ հետաքրքիր է շփվել այն մարդկանց հետ, ովքեր որ տեղյակ են հայ արվեստում ինչ է կատարվում եւ գրագետ հարցեր են տալիս։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Մարինա եւ Հայարփի դաշնամուրային դուետի անդամները Հայարփի Գրիգորյանն ու Մարինա Վարդանյանը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Առայժմ